Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին։ Պաշտոնական Մոսկվան պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ, Դաշնային խորհրդին իր ամենամյա ուղերձում հայտարարեց Վլադիմիր Պուտինը։ Готовы к сотрудничеству и с новой американской администрацией. У нас общая ответственность за обеспечение международной безопасности и стабильности, за укрепление режимов нераспространения. Մոսկվան ու Վաշինգտոնը աշխարհի առջև ընդհանուր պատասխանատվություն են կրում, այդ թվում նաև միջուկային զենքի չտարածման համար։ Глобальной катастрофе. И, конечно, рассчитываем на объединение усилий США в борьбе с реальной, а не выдуманной угрозой. Պետք է համագործակցել իսկական թշնամու ահաբեկիչների դեմ պայքարելու համար։ В Сирии наши военнослужащие. Սրա հետ մեկտեղ Ռուսաստանի առաջնորդն այսօր ընդգծեց, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ ոտնահարեն իր շահերը, եւ ուրիշի խորհուրդների կարիքը Մոսկվան չունի։ Պուտինի պնդմամբ իր երկիրն այսօր առերեսվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են ռուսական ագրեսիայի եւ պրոպագանդայի մասին միֆերը, բայց եւ այնպես Պուտինը ընդգծեց. В отличие от некоторых зарубежных коллег, которые видят в России противника, мы не ищем и никогда не искали врагов. Нам нужны друзья. Ի տարբերություն արտասահմանցի իր գործընկերների, Ռուսաստանը փնտրում է ընկերների, ոչ թե թշնամիների, եւ պատրաստ է կառուցել միջազգային կայուն համակարգ։ Սիրիայի մասին խոսելիս Պուտինը ընդգծեց, որ ռուսական ռազմական ուժերը մեծ հաջողությունների են հասել ահաբեկիչների դեմ պայքարում։ Թուրքիայից եւ Ուկրաինայից Վլադիմիր Պուտինն այսօր չի խոսել։ Փոխարենը նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ առաջնայինը Ռուսաստանի համար այսօր Եվրասիական միությունն է եւ ընդհանրապես հետխորհրդային տարածքը։ Ռուսաստանի նախագահը կարևորեց ինտեգրացիոն գործընթացները Եվրասիա մայրցամաքում, այդ թվում նաեւ հերթական անգամ շեշտեց, որ Ռուսաստանը բաց է նաեւ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացների համար։ Ռուսաստանի ղեկավարը հատուկ ընդգծեց Չինաստանի հետ կապերի կարևորությունը, նշելով, որ ռուս-չինական հարաբերությունները հավասար գործընկերության օրինակ են։ Թվով 13-րդ իր ուղերձում Ռուսաստանի նախագահը 1 ժամից ավելի խոսեց Ռուսաստանի տնտեսությունից, սոցիալական, ներքին խնդիրներից եւ միայն 15 րոպե հատկացրեց արտաքին քաղաքականությանը։ Պուտինը մասնավորապես պնդեց, որ առողջապահության ոլորտը Ռուսաստանում վերջին 10 տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել։ Ասաց, որ Ռուսաստանը սկսել է լուրջ ուշադրություն դարձնել գիտությանը, որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում արդեն գրեթե հաղթահարվել է, որ նույնիսկ գրանցվել է արդյունաբերության աճ, որ գնաճը այս տարվա տվյալներով կազմելու է ընդամենը 5-8%։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարեց նաև մաքսային ոլորտում բարեփոխումների մասին։ Նկատենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին ուղղակիորեն չքննադատեց, սահմանափակվելով արևմուտքի վերաբերյալ ընդհանուր դժգոհությամբ։